Ես Սփյուռքից եւ ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ ընդհանրապես տարբեր համայնքներից լսում եմ, տարբեր վայրերում ապրող, տարբեր երկրներում, որ բոլորի պահանջը եւ գուցե դա գալիս է նրանից, որ շատերը իրենց նախկինները շատերը կորցրել են իրենց հայրենիք ու վերադառնալու հնարավորություն չեն ունեցել, գուցե ցավից դրդված շատերն ասում են, որ Արցախը պետք է եւ մեր պահանջն է Արցախը վերադարձնելը։ Հայաստանի իշխանությունները հակառակ քայլն են անում, գնում են խաղաղության ճանապարհով առանց այդ պահանջը ունենալու։ Միթե այս Հայաստան-Սփյուռք կապը այսպես պետք է բաժանվեր ու չգային մի հայտարարի, չլիներ ընդհանուր պահանջ, որովհետև սա բառ չի ուղղակի։ Մենք ուժեղ ենք միասին։ Եթե մենք պառակտված ենք, մեզ ամեն տեղից կարող են հարվածել։ Այսօր Մարկո Ռուբիոն էլ գերիների մասին վերջերս խոսեց Սենատում, թե նրան պատասխանից այդուամենայնիվ Բայց հստակ բան չստացանք։ այո, բայց գերիների հետ զուգահեռ չմոռանանք, որ ինչ որ տեղի ունեցավ Արցախում, այդ ամերիկյան բարերով, անգլերեն բարերով, it was ethnic cleansing, գենոսիդի շարունակում է։ Էթնիկ Հա, եւ պետք է երկու բաներն էլ զուգահեռ խոսվեն։ Հիմա եթե այսօր վաղը Բաքվո իշխանությունը, Ադրբեջանի իշխանությունը ազատի կամ բաց թողնի այդ բոլոր գերիներին, դա չի ջնջելու այդ իրականություն, որ մի 150,000, 140,000 մարդ աքսորվել է կամ իրենց հողից քշվել են եւ պետք է ձև գտնենք վերադարձնելու եւ ինչ տեսակ կառավարական ձևով այդ իրենք գտնվեն իրենց հողերի վրա, դա դժվար է ասել, բայց մի բան գիտենք, եթե ուզում ես նայել մեկի ապագան, պիտի նայես անցյալը եւ Ադրբեջանի կառավարությունը ոչ մի տեսակ վստահություն չի տվել, որ հայը կարող է ապրի ադրբեջանական հողի վրա խաղաղ ու համերաշխ ձևով, դժբախտաբար, չգիտեմ, եւ իրանք պետք է, չեմ կարծում Ադրբեջանում կա հետաքրքրություն իրենք խորը ձևի քննարկելու իրանց էությունը ով են ինչ են